Մերձավոր Արևելքում ծայրաստիճան լարված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժգիծն արդեն ստացել է շուրջ 2 տասնյակ զանգ տարածաշրջանում բնակվող հայրենակիցներից։ Գրասենյակի մամուլի քարտուղար Նելի Ղուլյանի փոխանցմամբ այս պահի դրությամբ հայերի շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկատվություն չկա, սակայն քաղաքացիների շրջանում անհանգստությունը մեծ է։ Հիմնականում զանգահարել են Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող մեր հայրենակիցները, որոնց դիմումների մեծ մասը վերաբերել է ավիաչվերթների խափանումներին եւ հայրենիք վերադառնալու հնարավորություններին։ Գրասենյակ ստացված հարցումները փաստում են, որ ուսման կամ աշխատանքի նպատակով Մերձավոր Արևելքում գտնվող Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ ցանկություն ունեն շտապ վերադառնալ Հայաստան, սակայն բախվում են տրանսպորտային լուրջ խնդիրների։ Օդանավակայանի չվացուցակից երևում է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունների սրման հետևանքով արդեն իսկ չեղարկվել են մի շարք առանցքային չվերթներ Երևանից դեպի Դուբայ, Շարժա, Աբու Դաբի եւ Թեհրան, ինչպես նաև հակառակ ուղղությամբ։ Բացի այդ, դադարեցվել են նաև Թել Ավիվ-Երևան չվերթները, ամբողջությամբ խաթարելով օդային հաղորդակցությունը հակամարտության գոտում գտնվող երկրների հետ։